Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չի կարա չտա։ Եթե մենք Հայաստանի Հանրապետություն ունենք, Թուրքիայի վիլայեթում չենք, ուրեմն պետք է տա։ Ուրեմն մարդիկ պետք է հասկանան, հա գրառումով ուղարկում ես, բայց այդ թուղթը երբ պատասխան կունենա։ Ինչ կան, եթե ոչ մեկը չեն կարող ասենք, ավելի լավ չի մենք մեր ձայնը բարձրացնենք, ինչքան է որ ձայնի ազատությունը։ Հիմա կտենանք այս եթերից հետո։ Եթե Արզենին կարծակեն, մինչև երեկո դատ կնշանակեն, թեկուզ տնային կալանք կտան, դուք հասկանում եք Արսենի մայրիկի կարգավիճակը։ Կորցրել է որդուն, կորցրել է թոռանը, չգիտի ինչ կարգավիճակում է, X-ը անհայտը ամենավատ կարգավիճակն է։ Մենք էլի երրաբլուրում տեղ ունենք, ես գիշերը ամեն գիշեր եմ գնում։ Էլի գնում խնկարկում ես դուք ես մեղավոր զգալով։ Հիմա Արսենը ոնց կարա այդ իր ախոր շիրիմին խնկարկի, երբ որ ինքը ասենք չի կարում այսքան պայքարից հետո ինչ որ մի փոքր լուր ունենա։ Ինձ եթե կարաք բացատրեք, ասեմ հա, ասենք մենք այս ակցիան կազմակերպել ենք դրա համար, որպեսզի հանրությունը հասկանա, որ Արսեն Ղուկասյանը հանցագործ չի։ Արսեն Ղուկասյանը պայքարում է իր նահատակ եղբոր որդու համար։ Արսեն Ղուկասյանը ոչ պաշտոն ա ուզում, ոչ փող ա ուզում։ Շատ մարդիկ կա, որ ցեխ են շպրտում, ֆեյք սայթեր հովանավորները թուրքեր են, ովքեր որ միշտ ուզում են այս սուրբ պայքարը։ Էլ Նիկոլին չի վրով անցնի։ Եկեղեցու վրով անցավ, ինչքան կալանավոր ունենք։ Ես մեր բոլոր կալանավորներին ողջունում եմ։ Համբերեք ընկերներ ջան, մի քիչ համբերեք, ինչեւ հասկանանք։ Եթե մեր ձենը տեղ կհասնի, եթե հասի նամուս, մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, ուրեմն այսօր Արսենի հետ կապված դատական վճիռ կփոխվի։ Իրականում այդ մարդու եթե լրացում չի խոսք, եթե այդ մարդու առողջական վիճակը տեղին չի, ասենք բոլոր կետերով բռնում է, որ այդ մարդը չի կարա կալանք կրի։ Էլ ինչ հիմքով են նստածում։ Մի բան էլ ասեմ, եթե Աստված չանի, մի բան եղավ Արսենին, դրա պատասխանը ով է տալի, Մասիս Մերկոնյանը, ով է տալու, դատախազա տալու գլխավոր։ Դա հասկանաք ով է տալու։ Մենք դրա համար ենք եկել, դրանք ումից ենք պահանջելու, թե Աստված չանի, Արսենի հետ ինչ որ որևէ մի բան լինի, թող իմ լեզուն պահպանվի։ Իմ ասածս է, ժողովուրդ ջան, ծնողները չեն ուզում ոչ պաշտոն, իրական ծնողները, խզնվողները չէ։ Շատ մարդիկ կան, որ տակից խզնվում են, էլի հոգով սիրում են, իրանց երեխեքին ուրացել են ու ասել են կպել են այս պիղծ իշխանության։ Իշխանությունը դուք պիղծ եք։ Այնքանով եք պիղծ, որ դուք երկորում չեք կարա որոշեք, ասենք ինչ եղավ պատերազմը, խի եղավ պատերազմը։ Պարզ տենում ենք։ Մի լուբոյ հայն հարցրեք։ Իրանք լավ են ապրում, ինչ խաղաղություն։ Ո՞րն է խաղաղությունը։ Շնորհակալ ենք պարոն Գալստյան։ Սերգո Գալստյան, ես ներկայացա նահատակված Լևոն Գալստյանի ողջույն։